Ողջույն քույրեր եղբայրներ, այսօր մեր հովվական զրույց հաղորդաշարն է։ Իմ այսօրվա հյուրն է Մարինե Ստեփանյանը, ամերիկյան Global համալսարանի հայաստանյան մասնաճյուղի դեկան։ Ողջույն Մարինե, տերորդի։ Ձեզ նույնպես։ Մեր այսօրվա թեման է կնոջ առաջնորդությունը։ Նախ միտեղ ես կարդամ Աստվածաշնչից, հետո մենք զրույցենք այս թեմայով։ Հռոմեացիս 16-ի 1-ից մինչև 6-ը երևի կարդամ, Պողոս առաքյալը դիմում է Հռոմեացիս եկեղեցուն, հռոմեացիներին եկեղեցուն ու ողջունների բաժնում, որտեղ 15-րդ գլուխը վերջանում է ամենով, բայց 16-րդ գլուխը ինքը սկսում է ողջուններով ու սենց հետևյալ տողերն են կարդում։ Ձեզ եմ ներկայացնում Փիբեին, մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է, Կենքրյան էդի Կորինթացիս եկեղեցու կողմն է էդի, այդ կողմերից է։ Սպասավոր բառն էլ սարկավակ բառն է, դիակոնոս բառն է։ Որպեսզի նրան Տիրոջով ընդունեք, ինչպես որ վայել է սրբերին, հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ ձեզ դիմի, որովհետև նա ինքն էլ հոգաց շատերին եւ հենց ինձ ողջունեք Պրիսկիղային եւ Ակյուղասին, Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին, որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին, վտանգի ենթարկվելով եւ որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլ հեթանոսների բոլոր եկեղեցիները, հեթանոսությունից բոլոր եկեղեցիները։ Ողջունեք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն, ողջունեք Եպենետոսին, իմ սիրելին, որ Ասիայից Քրիստոսի առաջին պտուղն է, ողջունեք Մարիամին, որ շատ աշխատեց ձեզ համար, այսինքն Պողոս առաքյալը դե գոնե այս թվարկված մարդկանցից 3-ին, հենց առաջնորդներին դիմում է, որպես հռոմեացիս եկեղեցուն։ Մարինե ջան, կինը առաջնորդ, ո՞նց ես դու նայում ես հարցին։ Կարծում եմ, ճիշտ ասած շատ նորմալ եմ նայում։ Սկսեմ դրանից, որ ինձ համար։ Էսի արդեն լավ է։ Հա։ Այսինքն կինը կարա լինի առաջնորդ։ Այո, ես կարծում եմ, որ կինը կարա լինի առաջնորդ։ Ու լավ առաջնորդ էլ կարա։ Բոլոր կանայք են առաջնորդ։ Մի քիչ իմ սուբյեկտիվ իմ կարծիքը կասեմ, որ ես մտածում եմ իրականում բոլորը կարող են լինել, բայց բոլորին չի տրված լինեն առաջնորդ, որովհետև դա մի քիչ կապ ունի ուժի հետ, կամքի հետ, համարձակության հետ, պատասխանատվության զգացումի հետ, որոնք ուղիղ կապ ունեն առաջնորդության հետ։ Բայց կանայք կարող են լինել առաջնորդ, այո։ Դա լավ է թե վատ։ Այսինքն կինը առաջնորդ է։ Դա վատ է, լավ է նայվում։ Չէ, ինչի է վատ։ Լավ է։ Մի քանի տարբերակներում, եթե նայենք, դա շատ լավ է։ Եթե մենք հիմա նայենք, եթե կինը ընտանեկան հարաբերություններում է առաջնորդ, այդքան էլ լավ չի։ Մանավանդ իր մարդու համար։ Ամուսնու համար, իհարկե։ Եթե նայենք մանկապարտեզի համար, այո, շատ լավ է։ Հիմնական մանկապարտեզի տնօրենները կանայք են լինում։ Բայց լավ կլինի, որ այդտեղ են տղամարդիկ։ Այո, որովհետև շատ դասիրակներ կարող են լինել տղամարդիկ եւ երեխաները շատ ենթարկվում են։ Մի բան պատմեմ Մարինե ջան, մենք Ուկրաինա էինք տարիներ առաջ, միջև այս պատերազմները։ Մանկատները։ Մենք եղել ենք մանկատուն, որտեղ որ երեխեքը, տղաները, որ ծնողները թողել են իրանց, կյանքում տղամարդ չէին տեսել։ Այսինքն բոլոր դաստիարակները, բոլոր որտեղ իրանք մեծացել են, ինչքան իրանք իրանց հիշում են, իրանք կանայք էին։ Ու իրանք էին մեզ խնդրում, որ տղամարդիկ գան այդտեղ, որ այդ երեխեքը գոնե տղամարդ տենան։ Այսինքն այդ իմաստով եմ ես ասում, լավա որ մանկապարտեզներում կամ դպրոցներում տղամարդիկ էլ աշխատեն։ Հիմա կան արդեն։ Ես նկատել եմ, որ կան։ Առաջնորդները դե տարբեր տեղերում կարող են լինել, դպրոցներում, օրինակ ուսմասվարներ ունենք, ես հիշում եմ։ Դե հիմա իհարկե գանք եկեղեցիներում են լինում առաջնորդներ, ինչու ոչ։ Հիմա եթե երգչախումբ են ղեկավարում,
այդ ղեկավարը արդեն առաջնորդ է։ Իհարկե։ Եթե Այ հիմքը որն է, ինչ պետք է մենք եկեղեցին ինչը պետք է ուշադիրել։ Օրինակ ես sense եմ պատկերացնում, առաջնորդության մեջ կանանց։ հա, այսինքն եթե տեղական այդ եկեղեցում ինչն է շինող, ինչն է բարձրացնող, եթե կինը կամ այդ քույրը կամ կարում են լավ ծառայեն ու շինվի եկեղեցին, ինչի՞ չէ։ Ես կարծում եմ, որ ավագ հովիվները հիմնականում որ ես դե քանի որ Հայաստանից եմ, Հայաստանում հիմնական ավագ հովիվները տղամարդիկ են։ Եվ իրանք ղեկավարելու ընթացքում արդեն հասկանում են, թե եկեղեցում ովքեր կանայք, ովքեր կարող են առաջնորդության մեջ լինել եւ իրանք սկսում են աջակցել, հնարավորություն տալ, որ իրանք կամած ինչ որ պատասխանատվության մեջ մտնեն եւ այդ բալանսը կարգավորումը իրանք սկսում են վերահսկել, ստուգել, օգնել, որպիսի աճեն եւ երբ որ տեսնում են, որ աճել են, իրանք հանձնարարության են դնում ինչ որ պատասխանատվության մեջ։ Ես կարծում եմ այդ ավագ հովիվների դերը շատ կարեւոր է, երբ որ իրանք նկատում են դա, որովհետեւ ես չեմ կարծում, որ ավագ հովիվները հենց այնց ուղակի մարդիկ են ընտրում եւ ասում են այսօր դու սրա համար ես դու չի կարելի եկեղեցում այդ։ Այո։ Հիմա եթե իրանք արդեն ինչ որ մի պատասխանատվության տակ են մտնում, կլինի երգչախումբ, կլինի պատանեկան, կլինի մանկական ծառայությունը, որ հիմնական նաև հանդիպել են, որ տղաներն են լինում մանկական պատասխանատվության մեջ։ Բայց ես կարծում եմ, որ եթե իրանք հիմա այդ պատասխանատվությունը կրում են, իրանք արդեն առաջնորդ են։ Այդ առաջնորդության դերը իրանք կրում են իրանց վրա։ Բայց սա չի գալիս մի քիչ էլ ուսմունքներից։ Այսինքն, եթե եկեղեցում կամ այդ դենոմինացիայի մեջ, ասենք միության մեջ ընդունված է, որ կինը որևէ ձև չի կարա որևէ պատասխանատվություն կրի, այդտեղ խնդրեմ են ունենալու։ Այո, քույրերը կամ կանայք։ Դե հնարավորություն չեն ունենա, որպեսզի իրանք բացահայտվեն, իրանք օգուտ բերեն եկեղեցուն, որովհետև կին առաջնորդները դա ծառայության մի մաս է կայանում, որ օգուտ է բերում։ Հիմա եթե կնոջ մոտ լավ է ստացվում այդ ծառայությունը, այդ պատասխանատվություն կրելը, այդ դեպքում ինչու ոչ, որովհետև հնարավոր է, որ տղամարդիկ ոչ թե չեն կարող, այն ուղղակի իրենց մոտ չի ստացվում։ Այսպես թույլ կարծիք կա Մարնե ջան, որ հա, կինը կարա լինի առաջնորդ, քանի տղամարդ չկա տեղ։ Այսինքն կնոջ կանչը, կնոջ այդ նվերը, այդ շնորհի նվերը մենք պայմանի տակ ենք դնում, որ եթե տղամարդ կա, ուրեմն ինքը պիտի ոչ մի բան չանի։ Եթե տղամարդ չկա, նոր այդ ժամանակ կարա Սա ես այդքան չեմ ընդունում։ Փոխարինեն ժամանակավոր։ Շատ եմ լսել, որ կինը հա կարա առաջնորդել, եթե դե տղամարդ չկա։ Լավ, եթե տղամարդ կա, բայց այդ կինը պիտի վերջը ծառայի Աստծուն, թե ինքը ասենց փոխարինող ծառայող է, միշտ պետքա փոխարինի։ Ես կարծում եմ, որ հիմա մի քիչ փոխվում է ամեն ինչ, միգուցե հնարավոր է նախկինում տենց ա եղել, չեմ կարող հստակ։ Բայց ես հենց Աստվածաշնչից կարդացի։ Այսինքն նես չի որ նոր ժամանակներ ա գալի, մենք ավելի թեթևացնում ենք։ Հիմա դու ինչ որ կարդացիր, ես չեմ կարծում, որ այնտեղ գնացել են եւ ուղղակի կանանց անուններ են տվել, որ բոլորին բարևում են։ Հիմա երբ որ մտնում ենք եկեղեցի, ավակին ենք բարևում, նոր հետո գնում է։ Այսինքն սենց ասած կարկառուն դեմքերին ենք բարևում։ Այո, դրա համար։ Բարի լավ իմաստով եմ ասում, վատ իմաստով չէ։ Դե հիմա հետ դառնանք նորից այդ հարցին, որ առաջնորդությունը, եթե տրվում է, եթե կարում են, ու եթե այդ վերահսկողության մեջ է գնում, ես կարծում եմ կարևոր է ավակ հովի կամ ավակի այդ պատասխանատուի տվյալ վերահսկողությունը, թե այդ կին առաջնորդը ինչպես է առաջնորդում։ Արդյոք ինքը կարողանում է այդ պատասխանատվությունը ճիշտ վարել, որովհետև ընդհանուր պատասխանատվություն հասկացողությունը դա շատ դժվար բան է,
ու այդքան հեշտ չի պատասխանատու բայց դա մարդ նաև տղամարդկանց համար հեշտ չի։ Իհարկե, բայց հիմա քանի որ հարցը խոսում ենք, չեմ կարող տղամարդու անունից ասել, բայց ընդհանուր առմամբ պատասխանատվություն կրելը դա դժվար բան է։ Բեռը, ամեն մեկը չի կարող։ Օրինակ լինում է, որ մենք պայմանավորվում ենք մի բան, չէ՞։ Ու դու մտածում ես, որ իրանք քոպես պետքա մտածեն, ճշգրիտ լինեն, անեն, բայց հասկանում ես, որ տարբեր են, չեն անի այդպես։ Այդքան հեշտ չի։ Եվ կարծում եմ այդ ընթացքում նաև երևում է, թե ով կարա միջև ուր հասնի եւ արդյոք կարան կրեն այդ պատասխանատվությունը առաջնորդ լինելու, որովհետեւ միայն դա պաշտոն չի, դա երկար ճանապարհ է ու հեշտ ճանապարհ չի, եթե կարողանում են, ինչու ոչ։ Մարինե ջան, ես Հայաստանում ավարտել եմ ժողինստիտուտը ու ուզում ասեմ այդ ինստիտուտային կամ այդ համալսարանային իմ պրակտիկայի մեջ, դե ընկերս ասենք պոլիտեխնիկում էր սովորում, ընկերս ֆիզ եւ այլն, ասենք այդ ուսանողական տարիներին համարյա բոլոր ինստիտուտների հետ կապ եղել է, թե ընկերոջ միջոցով թե ծանոթի, միշտ այդ ձևի տպավորություն ա եղել, որ դեկանը պետքա տղամարդ լինի։ Ու արդեն քանի տարի է մենք ճանաչում ենք իրար, դու մեծ օրհնություն ես այդտեղ, դու կարող ես դա անես, ու դա նես չի, որ պետքա պարտադիր տղամարդ լինի, մանավանդ հոգևոր բնագավառ ասա, աստվածաբանություն է, ու եթե լիներ տղամարդ, ուրեմն դու պիտի զիջեիր, ես այդ կարծիքին չեմ, այդ դու ոնց ես տենում, էսի սա դեկանի հետ կապված եմ ես ասում, բայց եկեղեցում ինչքան պաշտոններ կա, ինչքան տեղեր կա, որ քույրերը կարան շատ մեծ օրհնություն լինեն, բայց հակառակ մեր մտածելակերպ ասեմ, կարծրատիպ ասեմ, կուլտուրա ասեմ, վերջը, չի կայանում դա, այ ոնց ես մտածում սրա մասին։ Ցավոք լինում են, այո, որ դոմինացիաները կամ մշակութային եկեղեցու մշակույթը թույլ չի տալիս, որ կանայք առաջնորդեն կամ մտնեն առաջնորդության մեջ։ Դա կարա լինի նաև, հիմա ես էլի նորից խոսում եմ Հայաստանի մասին, չեմ խոսում Եվրոպայի կամ Ամերիկայի, որ Ամերիկայում շատ եմ հանդիպել իհարկե առաջնորդերի, կին առաջնորդերի, դա մշակութային տարբեր են։ Հիմա քանի որ մենք մեր մշակույթում ուրիշ ձև ա եղել, մի քիչ ինձ համար այդ հարցը, այո, կախված է եկեղեցու մշակութային դիրքից, բայց ես կարծում եմ, որ ժամանակները մի քիչ փոխվում են եւ ավագ հովիվները իրանք հնարավորություն են տալիս, որպեսզի բացահայտված կանայք, նկատի ունեմ առաջնորդության մեջ բացահայտված կանայք կարողանան մտնել ինչ-որ այդ ուղու մեջ, այդ պատասխանատվությունը կրեն իրանց վրա, այդ հոգսը տանեն, ցավոք դեռ որոշ տեղերում կան, որ կանայք ձայնի իրավունք չունեն կամ ինչ-որ Հայաստանում Միգուցե դա գալիս է մեր մահմեդական կուլտուրայից, հարևաններ կան, միգուցե կա նաև ուրիշ տարբերակ, որ երբ որ մի քիչ շատ է տրվում կանանց, իրանք մի քիչ չափը անցնում են։ Նույնիսկ ոնց որ տղամարդիկ։ Այո, դա էլ կա, բայց քանի որ կանանց միշտ ինչ որ մի բան սխմված է եղել, հետո հետո միանգամից մի քիչ որ իրանց տրվում է, իրանք մի քիչ ավելի շանս է տրվում, այդտեղ շատ է։ Խոսել են արդեն հնարավոր չի իրանց փակել, վերջ արդեն այստեղ կանգնեք, մի շարունակեք կամ ավելի լավ չխոսեք։ Իհարկե լինում են դեպքեր նաև, որ հնարավորություն է տրվում, մտնում են այդ առաջնորդության մեջ, բայց թվալով որ այո իրանք հաջողվում են կամ այդ ծառայությունը իրանց, բայց ժամանակին հասկանում են, որ պետքա կանգնացնեն կամ դեռ մի քիչ սպասեն, դա էլ է լինում։ Էլ է լինում։ Այ ինչով է տարբերվում, ասենք, տղամարդ առաջնորդ եւ կին առաջնորդը, ինչով են տարբերվում։ Ըստ քեզ։ Դե հիմա ինչով են տարբերվում։ Դե հիմա տեսեք ինչ ասեմ Արթուր,
Կան շատ կանայք, առաջնորդներ, որ շատ ավելի լավ կարան առաջնորդեն, քան տղամարդիկ։ Կան շատ տղամարդիկ, ասեմ ավելի ազդեցիկ են։ կանայք, Ավելի, հա, ես գիտեմ այդ ձև կանայք առաջնորդ, կին առաջնորդ, որ ինքը ավելի իրան ավելի լավ են լսում, ինքը ավելի ազդեցիկ կա, քան տղամարդը։ Կան տես դեպքեր։ այո։ Ես լրիվ համաձայն եմ։ Եվ կան տղամարդիկ, որ իմ պատկերացումով, իմ հասկացողությամբ, ես կարծում եմ, որ տղամարդը միշտ պետքա լինի առաջնորդը։ Միշտ պետքա այդ դիրքը ինքը ունենա, որովհետև նկատի ունես ավակ մեկը, թե ավակ մեկը, առաջնորդ լինելը, ամեն հարցում մտածում եմ, որ գլխավոր դերում միշտ պետքա լինի տղամարդը։ Հետո նոր կինը, այսինքն տղամարդը, հա, ես հասկացա։ Տարբերությունը հարցրեցիր, այո, տարբերությունը հարցրեցիր, ես կարծում եմ, եթե պաշտոնին է վերաբերվում, տարբերություն չկա, որովհետև երկուսն էլ կարող են վարել տվյալ ծառայությունը, այս պարագայում, կամ կան շատ կանայք, որ տնօրեն։ Լավ, հարցը ուրիշ ձև տամ։ Ինչ լավ ու վատ կոմեր ունի տղամարդ առաջնորդը ու կին առաջնորդը, ասենց առանձին ասվի։ Օրինակ տղամարդ առաջնորդ, ինչ թույլ կամ վատ կոմեր ունի ու լավ կոմեր ունի, ուժեղ կոմեր ունի։ Ու նույնը կինը։ Գամ տղամարդու կանայք, ավելի լավը կանանցից սկսեմ, կանայք շատ էմոցիոնալ են։ Եթե իրանք առաջնորդ են, շատ դեպքերում իրանք էմոցիան խանգարում է, որ իրանք իրավիճակին սթափնային։ Ճիշտ որոշումներ ընդունեն, արձագանքը այդպիսի բուռն չլինի կամ թույլ չլինի, որովհետև եթե առաջնորդ ես, դու առնչվում ես շատ տարբեր իրավիճակների եւ կանացի էմոցիան միշտ դեր է խաղում թե վնասելու, թե օգնելու։ Տղամարդիկ էլի ունեն էմոցիա, բայց տղամարդկանց էմոցիան իրանք կարողանում են կառավարեն եւ դրա համար եթե համեմատություն դնենք, շատ ավելի լավն է տղամարդ առաջնորդը, այսինքն հաջողված։ Կան կանայք, իհարկե, հաջողված առաջնորդներ կան կանայք, բայց տղամարդ առաջնորդը ինչ թերություն ունի, ինչ թույլ կոմ ունի։ Մի քիչ դժվար է, որովհետև ես տղամարդ չեմ այս հարցում, բայց կարծում եմ, որ իրանք ավելի պետքա հիշեն, որ իրանք ծառայող են։ Եթե իրանք առաջնորդ են, այո, մի քիչ բան արեցի, որ ուղղակի չմոռանամ դրա համար։ Եթե իրանք առաջնորդ են, իրանք պետքա ստեղծեն մի իրավիճակ, որ մարդիկ գնան դեպի իրանց։ Այլ ոչ թե իրանց ուժը օգտագործեն, որ սենց պիտի, այսպես պիտի, ես իհարկե շատ ճիշտ է այդ խստությունը, այդ ամեն ինչը հասկացում։ Տղամարդը մի քիչ դոմինանտ է։ Այո, այդ դոմինացիան տղամարդու շատ կարևոր է, որպեսզի գնան այսինքն վիճակ ստեղծի, որ գնան դեպի իրան, հարեն դեպի իրան։ Բայց թերություն կարող լինի, որ ստիպում է, զորում է։ Այո։ Դա թերություն է։ Հնջում է, պարտադրում է։ Այո։ Այդ ժամանակ եթե սկսում է վախը, եւ վախի մեջ սեր չկա, եւ եթե սեր չկա, ցկտում չկա։ Ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա։ Ես կարծում եմ մի քիչ այդ հարցը, որ ոչ թույլ լինել, ոչ է դոմինանտ այդ բանը լինել, էլի, այսինքն դոմինանտ լինել, բայց ոչ թե բանով որ ասես պիտի ստիպել։ Մարնե ջան, ինչի է եկեղեցիներում ավելի շատ քույրեր են, քան թե տղամարդիկ։ Ինչի է այդպես։ Նորից էլի կգամ այս հարցին, որ երբ որ որովհետև տենց է, նախատեսից է։ Տենց է, ես ոնց նկատել եմ այդ ձևը։ Մեծ մասը տենց է։ Ինչի, որովհետև կանայք էմոցիոնալ են, երբ նրանց ինչ որ մի բան ես ասում, իրանք հուզական բաների մեջ են մտնում, իրանք շուտ են ընկալում, որովհետև հուզմունքը տանում է, որովհետև իրանք շուտ են հասկանում ամեն ինչ, խոսքը ուրիշ ձև են ընկալում, արցունքները ուրիշ ձև են, եւ ամեն ինչը խառնում է ներաշխարհը։ Իսկ տղամարդիկ
Եվ ասեմ, իրանք շատ արագ գալիս են, շատ արագ այդ ամեն ինչը լինում է, բայց շատ հեշտ կարան թողեն։ Կանայք։ Այո։ Էմոցիայի հիման վրա, բայց երբ որ հենց էմոցիան նստում, արդեն իրենց դառնում է կամ սովորական երևույթ, կամ ուղղակի պարբերական ինչ որ մի բան։ Իսկ տղամարդիկ իրանք մի քիչ չէ։ Իրանք շատ ուժեղ են այդ լսելու մեջ, որ ինչ են իրանք ասում, իրանք մի հատ անալիզ են անում, իրանք մի հատ երբեմն իրանք հպարտությունը չի թույլ տալի, որ իրանք ինչ-որ մեկը ինչ-որ բան ասի։ Կա է ձեր բան։ Իրանք լսում են, իրանք հասկանում են, բայց բան են, որովհետև չէ, ես ով կարա ինձ համոզի ինչ-որ մի բան, չէ, լինում են տենց դեպքեր։ Իհարկե մի քիչ դժվար է իմ համար տենց տղայի կողմից խոսել։ Երկու բան էլ ես ասեմ տղամարդու հետ կապված։ Ես գտնում եմ, որ ամենամեծ թերությունը տղամարդ առաջնորդի, որ ինքը որոշելու մեջ շատ երկար ժամանակապետ, որ ինքը ճկուն չի։ Տղամարդը շատ դեպքերում ճկուն չի։ Կինը ճկուն է։ Այո։ Կինը կարա արագի մեջ սպահի տղամարդու մեծ թերությունը դա է կամ թուլությունը դա է։ Շատ առաջնորդներ ասենց ոնց որ ոսկրացած վիճակը լինի։ Չեն կարող պատկերացնել ժամանակը, ճկուն չեն։ Այդի մեծ մինուս է։ Բայց իհարկե տղամարդն ունի իր ուժեղ կողմերը, քիչ էմոցիա եւ այլն, ասենք ինքը ավելի կարողանում է շատ բաներ տանի, քան թե կինը կարա տանի։ Ընդհանուր ենք մենք խոսում, որևէ մեկի օրինակ չենք ասում։ Ինչպես է մշակույթը ազդում կնոջ եկեղեցական ծառայության վրա։ Մասամբ ասեցինք դրա մասին, բայց չասենք մենակ Հայաստան, ընդհանրապես մեր հայության մեջ, դե հայրենը հաղորդում է։ Մշակույթը ինչ ազդեցություն ունի։ Կարող է խանգարել եւ կարող է օգնել։ Շատ դեպքերում կա, երբ որ տեսնում են, որ կանայք առաջնորդ են, մի քիչ վերաբերվում են իրանց չեն ընդունում իրանց, այսինքն միգուցե կանանցից էլ է գալիս, որովհետև իրանք կորցնում են այդ ընթացքում կանացիությունը։ Մտածում են, եթե իրանք առաջնորդ են, իրանք պետքա պահեն իրանց մի քիչ կոպիտ, մի քիչ կոշտ, մի քիչ բախվող, որ ցույց տալով, որ իրանք ինչքան ուժեղ են, ինչքան իրանք առաջնորդ են, որ ինչ որ պաշտոն են զբաղացնում եւ այլն։ Ես կարծում եմ, որ մշակույթների տարբերություն կա։ Հիմա ես նկատել եմ այսքան ճամփորդելով, որ Ամերիկայում եթե կին առաջնորդը իրանց համար այնքան սովորական երևույթ է։ Այո, Եվրոպայում այդպես թեմա չկա։ Որ իրանք նույնիսկ չեն կենտրոնանում դրա վրա, որ ես առաջնորդ եմ։ Այդպես թեմա չկա։ Սենց հաղորդում Եվրոպայի համար անիմաստ է, այսինքն դու ես ինչ իմաստ ես։ Հա, ինչ իմաստ ես խոսում։ Այո, որովհետև հիմնականում առաջնորդությունը չի կայանում, որ ինչ որ մեկը իմանա, որ դու ուժեղ ես, որ դու պատասխանատվության դու միշտ պետք է պատասխանատվության զգացում ունենաս։ Անկախ նրանից դու առաջնորդ ես թե չէ։ Դա շատ կարևոր բնավորության գիծ է լինել պատասխանատու մարդ։ Շատ կարևոր է։ Իհարկե նամանավանդ առաջնորդության մեջ, բայց յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է լինել պատասխանատու մարդ, որին կարող են վստահել, որի վրա կարող են հենվել։ Եթե մշակույթը հակառակն է ասում, օրինակ կինը ինչ անի, եթե մշակույթն ասում է չէ, դու չկաս, դու պետք է չլնես, բայց կինը կանչված է դրան, որովհետև Աստվածաշնչում մենք կարդում ենք, որ Սուրբ Հոգին է որոշում, ոչ թե հայկական կուլտուրան է որոշում, Սուրբ Հոգին է որոշում, ով ինչ անի։ Ցավոք նման կանայք հանգում են, մարում են, իրանք իրանց ուրախությունը կորցնում են։ Ես չեմ ասում պարտադիր ինչ որ պետքա մի բան հանձնարարել իրանց, որ իրանք ուրախ լինեն։ Չէ, իհարկե։ Պետքա բայց այստեղ մենակ ինքը չի, բայց եկեղեցին ինչքան է դժում։ Այո։ Որովհետև եթե մեծ մասը ոնց որ հասկացանք շատ եկեղեցիներում կանայք են ու իրանք չգործեն, չծառայեն, պաշտոն չունենան, բայց դի խնդրեմ է։ Բայց ես մտածում եմ, որ նույնիսկ այդ պարագայում շատ լավ է ու պարտադիր է, որ ունենան ավագ տղամարդ հովիվ։ Այո։ Որ միշտ իրանց բերի այդ կարգավորման մեջ, որ քշերքի նման հավասարակշռությունը պահի, տեղավորի շատ պարտադիր է։
եթե միայն լինի այդ կին հասկացողությունը կին, ինքը չի ստացվի, ինչ որ ստացվի մի որոշ ժամանակ հետո կկանգնի։ Եթե Աստված ստեղծել է կին եւ տղամարդ, ներողություն, տղամարդ եւ կին, այդ դեպքում ինքը ճիշտ է որ լինի, որպեսզի այդ իրար հիմա եթե տղամարդը եւ առաջնորդներ են կանայք, այո, շատ լավ է, բայց շատ կարևոր է, որ միշտ լինի տղամարդը, որ կարողանա այդ ուղղությունը ճիշտ պահի, որ կարողանա ոչ թե էմոցիայով շարժվի, այն կողքից տեսնելով, ասի չէ, էսի սենց չպիտի լինի, էսի սենց պետքա լինի, կամ սա ավելի լավ կլինի, կամ արի կանգնի հիմա որը ժամանակ։ Դրա համար ես մտածում եմ, որ եթե չկա միտեղ տղամարդ ավակ կամ տղամարդ առաջնորդ եւ միայն կանայք են, ինքը չի ստացվելու, ինչ որ միտեղ կանգնելու է կամ դա վերածվելու է մի հատ ուրիշ որոշակի տես դեպքեր հնարավոր է լինեն, կա, օրինակ Եվրոպայում էլ Իտալիա բան վերջը մենք խոսացինք, կա, ասենք կին հովիվ, ավակ հովիվ, որ ասենք մեծ եկեղեցու պատասխանատուն կին է ու ոնց որ թե նորմալ գնում ամեն ինչ։ Բայց ես կարծում եմ, որ իր կազմում հաստատ տղամարդիկ կլինեն առաջնորդներ։ Դե իհարկե։ Դա բալանսիրովկեն պետք է ոնց որ թե ճիշտ գնա։ Այ ինչ կարելի անել, եթե կուլտ, օրինակ մենք ցես դեպք ունեցանք մեր եկեղեցում, ու ոչ միայն մեր եկեղեցում։ Ասենք ուրիշ եկեղեցուց մեկ եկել է մեր եկեղեցի, այնտեղ ուսմունքը եղել է, որտեղ ուսմունքից ես ասեցի, մենք քիչ խոսացինք դրա մասին։ Իրանց մոտ սովորացել եմ, որ կինը երբևիցե ոչ մի բան պետք է չանի։ Իսկ աղոթք պետք է չանի։ Ու ինքը մեր մոտ ունեցավ խնդրեմ ու ոչ միայն մեր մոտ։ Այսինքն եթե կինը, քույրը ուզում է իր համար աղոթի, նա դուրս է գալի եկեղեցուց, ասում է, «Էսի ճիշտ եկեղեցի չի»։ Հա, հասկացա։ Այսինքն ուսմունքն էլ կարա Այո, իհարկե։ մեծ ազդեցություն թողի։ Որտեղ ես մեծանում, ինչ մշակույթում։ Բայց որը որ մենք Աստվածաշնչում չենք կարդում, գրած է աղոթքի, աղոթ են անում, մարգարեանում են եւ այլն, այսինքն մենք նոր ավետարանն է ոնց որ դուրս գալի, որ մեկ էլ կուլտուրան Մարնե ջան, լավ, ասենք մի 50-100 տարի առաջ այդ ազդեցությունն եղել է կուլտուրայի, մահմեդական, հա, Թուրքիայի տարածքում, Իրան եւ այլն։ Լավ, հիմա հետի հո չկա, բայց լավ ո՞նց պետքա փոխվի այդ կուլտուրայի մտածելակերպը մարդկանց։ Այսինքն հիմա ես կարծում եմ շատ փոփոխություն ա եղել, հիմա հնարավորություն ա տրվում արդեն կանանց, որ եկեղեցիներում ծառայություն վերցնեն։ Հիմա չէ, երկար ժամանակ արդեն նկատել եմ։ Մի քանի տարի, երկար տարիներ արդեն նկատել եմ, որ տրվում է հնարավորություն։ Կամաց, որ ես դա էլ եմ ընդունում, որ պետք չի միանգամից տենց դրան բանալիները բացել եւ բոլորին ոնց որ բաց թողել, պետքա հերթով անել, պետքա զգալ ով է պատրաստ դրան։ Ես լրիվ համաձայն եմ։ Եվ փոխվում է, իհարկե, մշակութային էլ է փոխվում, նույնիսկ ընտանեկան հարաբերություններում, հատկապես հայաստանյան, եթե վերցնենք մի քանի տարի առաջ ընտանիքներում կանայք ձայնի իրավունք ունեին եւ հիմա ունեն թե չունեն, իհարկե փոխվել է, դա էլ է փոխվել։ Ժամանակները փոխվում են եւ դա էլ է փոխվում։ Մի քիչ վախենում են, միգուցե ոչ թե վախենում են, անհանգստանում են, որովհետեւ քանի որ միշտ փակ է եղել եւ հետո միանգամից բացում ես, դառնում է ճեղքում, շեղում է լինում եւ գծերից գնում է ճիշտ ձևով չի գնում։ Դրա համար այդ քիչ թողելը վախ կա, որ եթե կանայք մտնեն առաջնորդ լինեն, այո, ես սխալ ճանապարհով են կեթանք։ Չէ, միշտ չէ։ Հա։ Բայց այո, եթե միանգամից է, տենց ոնց որ բուրըն գնում, որովհետև գիտես կանանցից էլ կա այդ խնդիրը, որ ինչքանով են իրանք կառավարում իրանց առաջնորդ լինելը, որովհետև շատ պարտադիր է, որ դու չմոռանաս, որ դու եթե առաջնորդ ես, կին, սկզբից կին ես, հետո առաջնորդ, եւ առաջնորդը դա ուղղակի այդ վիճակն է, որի մեջ դու հայտնվել ես, եւ դա չի նշանակում, որ դու պետք է մոռանաս քո հեզությունը, քո խոնարհությունը, ժամանակին լռելը, ժամանակին չարձագանքելը, չմոռանաս ոնց կարելի է որ կինը քիչ խոսա, ոնց կարելի է նույնիսկ քնելուց խոսա, բայց
չի լինում, ուղղակի կանայք պետք է իրանց վրա աշխատեն, ոչ մեկ չի կարա իրանց ասել խոսա։ Կներես, մի հատ sense հարց տամ, միգուցե կարող ես մի քիչ թեմայից դուրս է, այ ինչի է դա կապված, որ կան sense բանալի մարդիկ, ключевые люди, հա, որ չգիտեմ հայերեն ոնց ասեմ էդի, կարևոր մարդիկ, քրիստոնյա եկեղեցական մարդիկ ու մասսա։ Այ ինչի՞ց է դա։ Կարծում եմ իրանք իրանց դեռ չեն գտել, կանանց մասին է խոսքը։ Այո, այո։ Կարծում եմ իրանք դեռ իրանց չեն տեսել, ինչ կարող են անել։ Միգուցե նրանից է, որ որևէ մեկը իրանց հնարավորություն չի տվել, կամ հնարավորություն տվել են, բայց իրանց վախը այնքան շատ է, որ իրանք կարող են արդյոք, թե չեն կարող, այո, կոմպլեքսը, որը կարա լինի ընտանիքից, որը կարա մնացած լինի, այո, դաստիարակությունից, դպրոցից, համալսարանից, քոլեջից, որևէ մեկը հնարավորություն իրանց չի տվել, որ անեն, եւ իրանք կասկածում են։ Հիմա ես մի փոքր օրինակ վերցեմ մեր ուսանողական կազմից, ես ունեմ շատ լավ ուսանողուհի, երիտասարդ է շատ, եւ ուսանողական տենց, որ ուզում են կազմակերպչական, իրենց ինչ որ հանդիպումներ անել եւ այլն, ինքը խնդրեց, ասես կլինի ես կազմակերպեմ։ Ասացի, օքեյ, եթե դու ուզում ես, եկե կարող ես։ Եվ այդ ընթացքում իր մոտ այնքան ստացվեց։ Դե ընթացքում մենք օգնում էինք իրան, օգնություն էինք տալիս, ինչպես անի, ոնց խոսա, որպեսզի մի քիչ չշարաշահի այն հատվածը, որ տրված է, որ ինքը պետք է ասի, ով ինչ անի, ով ինչ բերի, հասկանու՞մ ես, այսինքն այդ բանը, եւ իր մոտ ստացվեց եւ ինքը դեռ վախենում է, որ հավեցեցիմ նա, թե իմը չի, կարամ թե չեմ կարա, բայց ես կարծում եմ, որ պետք է այդ ձևով տրվի մի քիչ, որպեսզի մի քիչ սովորացնել, մի քիչ խնամել, մի քիչ օգնել, որ հասկանաս, եթե մարդու մեջ կա, ինքն էլ գտնի իրան, որովհետև շատ դեպքերում մարդիկ ուզում են, բայց որևէ մեկը իրանց չի ասել, իսկ ինչի՞ չես փորձում, միգուցե կարող ես։ Ուրախությունից ինձ միշտ քաջալերել են այդ հարցում, ես միշտ ունեցել եմ։ Դու այդ շանս ունեցել ես։ Այո, ես միշտ ունեցել եմ այդ ինչի աջակցությունը, որովհետև ես ձգտել եմ միգուցե։ Մի կողմից դու ձգտել ես, բայց ինչի է, ասենք նույնիսկ նույն եկեղեցում կարող լինեն քույրեր, չեն ուզում։ Մի հոգուն կամ երկու հոգուն այդեն շանսեր են տալի, նրանք կայանում են, այն մնացածը չէ, նույն եկեղեցում, նույն հովիվն է, նույն Կարծում իրանք ուղղակի չեն տեսնում իրանց այդ ձև։ Միգուցե իրանք ընտանիքում են, իրանց ամուսնական ընտանիքում են այդպիսին։ Իսկ ստեղ տեղ ունի կոպիտ բառը հայկական, բայց խոսակցական բառը ֆայմ հասկացողությունը։ Հա, անպայման։ Որտեղ չես կարող դա սովորցնես մարդուն։ Հա, իհարկե։ Դի կամ կա կամ չկա։ Հա։ Դա դեր խաղում է, որ մարդը կայանա, դառնա բանալի մարդ, կարևոր մարդ։ Եթե ինքը հասկանում է, որ ինքը կարող է, բայց եթե ինքը չի հասկանում, որ ինքը կարող է սրանով օգուտ բերի, տվյալ պահին եկեղեցում։ Եկեղեցում, իհարկե։ Եթե ինքը մտածում է, որ ինքը պետք է գա, որպեսզի բոլորը իմանան, որ այ ինչքան կարևոր է ինքը, եւ այլն, այդտեղ սխալմունք է։ Դե ինքը առաջ չի այդ հայցը։ Այո, այդտեղ սխալմունք է արդեն։ Ինքը պետք է իր առաջ դնի մի բան։ Սա ես կարամ սրանով օգնեմ եկեղեցուն։ Անկախ նրանից քեզ լսում են կամ իմանում է ինչ որ մեկը կամ չէ։ Եթե դու մտածում ես, որ այ ես սենց անեմ, սա օգուտ կբերի, այլ ոչ թե վնաս, իհարկե վնասներ էլ է լինում, սխալներ էլ է լինում, որովհետև չես մտածում եւ լինում է եւ դա վնասում է եկեղեցուն։ Դե չի կարա առանց դա։ Բայց պետք է այդ հասկացողությունը ունենան եւ անեն, ոչ թե լինեն այնպիսին, որպեսզի բոլորը տեսնեն, որ ինքը սենց է, այն մոտիվացիան որ գծով է գնում։ Մոտիվացիան գնում է այ որպեսզի լավ լինի, թե մոտիվացիան գնում է այ որպեսզի բոլորը իմանան, որ այ ես եմ արել կամ այս սենց պետք է։ Դե Աստվածաշունչն ասում է, որ մոտիվացիան նախ Աստծո համար շատ կարևոր է ու կարևոր է որ մոտիվացիան լինի, որ շինություն լինի տեղական եկեղեցուն, ոչ թե ինքը իր անձը եւ այլն եւ այլն։ Դրա համար ես կարծում եմ մշակութայինորեն մեր մոտ դա է մի քիչ դժվարությունը եւ շատ դանդաղ է գնում,
այս process-ը, որովհետև քանի որ միշտ փակված է եղել կանանց ծառայության թեման, չէ, կանանց, այո, ծառայության եւ առաջնորդ լինելու կամ ավելի առաջնորդը լինելու, այո, հասկացողությունը, դրա համար հիմա շատ զգուշ է գնում առաջ եւ ճիշտ է։ Հաջորդ իմ հարցը դա է։ Մարնե ջան, հաջորդ հարցը սա է։ Դու շատ եկեղեցիներում ես լինում։ Այդ դու տենում ես, որ բավարար չափով շանս կա քույրերի համար եկեղեցիներում ընդհանուր, թե գտնում ես, որ դեռ բավարար չի դա։ Չէ, ես մտածում եմ, որ չափի առումով բոլոր տեղերում նկատել եմ, որ միշտ կան հիմա։ Հա։ Կանայք առաջնորդներ։ Դե նենց էլ չի, որ մենք պետք է պլան անենք, օրինակ մինիմում 3 առաջնորդը կինը լինի։ Տվյալ եկեղեցին կամ տվյալ եկեղեցու հոգևոր հայրը ինքը ավելի լավ գիտի, քանիսը գնան առաջ կամ քանիսը չգնան առաջ։ Բայց միևնույնն է, ես մնում եմ այդ կարծիքին, որ լավագույն առաջնորդները դա տղամարդ առաջնորդներն են։ Որը որ ես դեմ չեմ, որ կանայք լինեն եւ իրանք շատ կարող են հաջողված լինել, քան տղամարդիկ, ուղղակի իմ անձնական կարծիքն է, որ առաջնորդը պետք է լինի տղամարդ։ Իսկ կանայք առաջնորդներ, իրանք կարող են օգնել տվյալ տղամարդկանց, որպեսզի իրանք հաջողվեն այդ ծառայության մեջ, բայց չմոռանան այդ որ դիրքում են։ Հա։ Դա է կարևոր շատ, որովհետև շատ ավելի օգնեն, քան ասել բեռել են, պրոբլեմը լինեն։ Այո, որ ավելի օգտակար դիրքում լինեն, քան խանգարելու դիրքում։ Մարնե ջան, ես իմ քրիստոնեությունը սկսել եմ Բելգիայում, ես որևէ կապ չեմ ունեցել կոնսերվատիզմի, չգիտեմ, որևէ լավա վատա, ինձ թվում է լավա, շատերն ասում են լավա, չգիտեմ։ Ես էլ չեմ կարող ասել։ Ստեղ եմ ես մեծացել ու ազատ եկեղեցում, ասենք, բայց իմ ոնց ես տեսնում եմ, ասենք, տարբեր եկեղեցիներ, ստեղ էլ կան կին հովիվներ, տեսնում եմ, ես էլ եմ այդ մտքին եք գալիս կամ եկել արդեն, որ ավակը մեկը պետքա տղամարդ լինի։ Այո։ Շատ կարևոր է դա։ Թեորիապես ես ընդունում եմ, որ կանայք կարող են Սուրբ Հոգին որ պաշտոնի վրա դնի կարան, բայց ամեն դեպքում ավակը իրանց լավա որ լինի տղամարդ։ Այո։ Միգուցե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես լրիվ համաձայն եմ, որովհետև ես մտածում եմ, որ դա է ճիշտը, մի քանի առումով, բայց ամենակարևոր առումը, որ տղամարդը բնական ունի պաշտպանի հատկություն։ Հա։ Եվ ճիշտ է։ Կանայք կարող են լինել, բայց տղամարդը ունի բնական պաշտպանիչի, պաշտպանողի, ոնց ավելի ասեմ, այդ հատկությունը բնածին ունի, որ երբ որ ինքը պաշտպանում է իր հետևից եկողներին։ Այո։ Ինքը պաշտպանում է իր ընտանիքին, ինքը պաշտպանում է, դե չեմ խոսում ուրիշ տեսակներից, խոսում եմ իսկապես ավակ առաջնորդի մասին։ Այո։ Դրա համար իր դիրքը ավելի ուժեղ է։ Այո, կարող է ինքը բարձրացնել կանանց, աղջիկներին, երիտասարդներին, ինչու ոչ, բոլորն էլ ծառայում են, մեդիայում են ծառայում, երգում են ծառայում, չգիտեմ, կանոն եւ այլն, տարբեր տեղերում ծառայում են։ Սենց մի հատ հարց տա Մարնե ջան, դու ներկայացնում ես համալսարան, աստվածաբանություն են սովորում համալսարանում։ Վստահ եմ, թե քույրերն էլ են սովորում։ Այո։ Լավ, ինչ նպատակով են իրանք սովորում, որ ինչ դառնան, որ ինչ անեն այդ սովորածի հետ։ Այդան տուն երեխա ծնունդ Մենք ունենք այտենց հարց։ Հալած գազան։ Նկատում եմ աստվածաբանությունը դե sense tenants նորմալ է դա։ Այո, դա էլ են անում։ Բայց հա, ես էլ տունը ասենք աղբը դնում եմ ժամանակին դուրս, շատ ֆունկցիաներ բոլորս էլ անում ենք, բայց այդ աստվածաբանության հետ իրանք ինչի են անում։ Երբ որ մենք համալսարանում ունենք այդպիսի հարցում, ինչի համար եք սովորում համալսարանում։
Եվ իրանք պետք է բոլոր ուսանողները ներկայացնեն ինչի համար են սովորում։ Ինչներն է պետք, որտեղ մենք շատերը ունենք, որ իրանք արդեն, քանի որ մենք կոչում ենք տալիս բակալավրի կոչում, մենք ունենք շատերի, որ արդեն սովորած են բակալավրեր, արդեն իրանք վերջացրած են մագիստրատուրա, տարբեր ինստիտուտներում, ոչ միայն որ դպրոցն են ավարտում։ Եվ այդ հարցում ունենք, այսինքն OJT դիպլոմի համար չեն սովորում։ Այո, հիմա շատերին որ հարցումը կարդում եք, ասում են, որ խոսքը ավելի լավ իմանալու եւ ծառայության մեջ օգնելու մեր առաջնորդին։ Մեծ մասին նամակների մեջ, երբ որ մենք ընթերցում ենք, այդպես է գրած։ Դա ճիշտ պատասխանն է, բայց իրականում ինչ է։ Սենց եմ ասում ճիշտ պատասխան, էլի, այդպես սովորել են։ Որ հիմա շատերը ուզում են, այո, պատասխանատվություն կրեն, ուզում են առաջնորդ լինել։ Դա վատ բան է։ Չէ, ես կողմ չէ, ինչի՞ չէ։ Այսինքն մեր աղոթները ինչ է, որ Տերն ասում է, բարձրացեք մշակներ թող բարձրանան։ Մենակ մենք տղամարդ ենք նայում մշակներին։ Ոչ, իհարկե ոչ։ Լավ, ասենք քույրը, ես պատկերացնում եմ մեր եկեղեցում, ենթադրենք 5 քույրիկ սովորում են աստվածաբանություն։ Լավ, իրանք ինչ պետք է անեն։ Ասենք ինքը երեխեքի կիրակոյա դպրոցում դաս է տալի։ Այնտեղ բոլորը չեն աստվածաբանություն սովորել։ Ինքը ում պետք է օգնի այդ աստվածաբանությունով։ Չէ, աստվածաբանությունը օգնում է միանշանակ։ Այո։ Բայց ամեն դեպքում դա ավելի խորտեղ պետք է տանի իրանց։ Հիմնական համալսարանում, որ երբ որ սովորում են, իրանք արդեն նպատակներ են ունենում։ Նպատակ են ունենում, որ ծառայության մեջ մտնեն, նպատակ են ունենում, որ իմիջիայլոց դեպքեր եմ ունեցել, որ ինքը ասում էր, ես չեմ ուզում ծառայեմ, բայց իմ ամուսինը ավագ է, ծառայող է։ Ես ուզում եմ, երբ որ ինքը ինչ-որ մի բանի մասին խոսում է, գաղափար ունենամ։ Գիտական։ Միգուցե։ Միգուցե էլ տեղ ունի։ Միգուցե, չեմ կարող ասել, բայց այդ դեպքերից էլ ենք կարդացել։ Եղել են դեպքեր, որ ասել են ուղղակի ավելի խորը ուսումնասիրել, բայց մի ստեղ բան կա, որ աստվածաբանությունը միայն գրքերի մեջ չի կայանում։ Աստվածաբանությունը ընդհանուր կյանք է ինքը քրիստոնեությունը ոնց որ ինքը կյանք է, տենց էլ աստվածաբանությունն է կյանք, դու գրքերով, այո, կարող է գիտություն, բայց ինքը ամբողջությամբ կյանք է։ Այո։ Դա պետք է վերածվի կյանքի, եթե հիմա իրանք ուսումնասիրում են աստվածաբանություն, բայց դա իրենց կյանքի փոփոխություն չի բերում, իրենց կողքինի կյանքի փոփոխություն չի բերում, որևէ ծառայության մեջ փոփոխություն չի բերում, անիմաստ է սովորել աստվածաբանություն, որովհետև աստվածաբանությունը դա ուղղակի գիրք կարդալը չի, գրելը չի, դա կյանք է, կյանքի փոփոխությունը աստվածաբանությունը, որը բխում է Աստվածաշնչից, որի բանաձևն է մեր ամբողջ կյանքի ընթացքի։ Դրա համար, երբ որ իրանք հասկանան իրականում ինչն է, ոչ թե դիպլոմը, ոչ թե կոչումը, որովհետև դրանք ուղղակի կոչումներ են, հիմա, այս կոչումը, 2 կոչում, 3 կոչում, բայց եթե աստվածաբանությունը չի փոխում, այդտեղ արդեն իմաստը փոխվում։ Ընդհանրապես եկեղեցիներում խնդրեմ կա այն մարդկանց հետ, ովքեր որ կրթություն ունեն, ովքեր որ պրոֆեսիոնալ մուզիկանտ են, երաժիշտ են, ովքեր որ գիտեն։ Հիմնական խնդրեմը այդ մարդկանց հետ է։ Այո, որովհետև այդտեղ գալիս է գիտությունը, այո, շատ դեպքերում վնասում է, շատ դեպքերում հպարտացնում է, որովհետև իրանք ինքնավստահ են, իրանք գիտեն, ինչքան իրանք գիտեն, այստեղ նորից գալիս է այդ բալանսիրովքի հարցը, որ ինչքան կարող են պահել, ինչքան գիտեն եւ իրենց ցույց չեն տալի իմաստուն, այդտեղ նորից Աստվածաշունչ պետք է գնանք, որտեղ բանաձևն է, որ պարտադիր։ Օրինակ, ես ենթադրենք, օրինակի համար եմ ասում, ես ինչ-որ առաջնորդ եմ եկեղեցում։ Իմ խումբը, որտեղ ես առաջնորդ եմ, այդտեղ մեկը սովորում է աստվածաբանություն։ Ու եթե ամեն անգամ այդ քույրը, խոսքը քույրիկների մասին է, քույրերի մասին է, որ սովորում են, որ ուզում են աճեն, ավելի իմանան, ու դա լավ բան է։ Անընդհատ չէ, բա աստվածաշունչում էս տեղնագրած չէ, բա այսինքն
Հա, սկսում են այդ դա էլ ենք ավելի ոնց որ մի կողմից լավ է որ մարդիկ տեղյակ լինեն, անես չլինի որ մարդիկ անտեղյակ են, էս էլ վատ բան է, բայց դա չբերի այդ հպարտության, այլ իրանք խոնար ծառայեն ավելի այդ իմաստով, քանց թե լինում են դեպքեր, որ մենք էլ ենք ունենում այդպես, եւ ժամանակ առ ժամանակ մեր ուսանողական անձնակազմին դե տարբեր սերունդներին մենք միշտ հիշացնում ենք, որ երբ որ դուք սովորում եք, հիշեք, որ այստեղ այս գրականությունը, այս գրքերը գրել են աստվածաբաններ, մարդիկ, որ օրինակ տարիներով ուսումնասիրել են եւ այլ աստվածաբաններ են, բայց գլխավոր բուն գիրքը դա աստվածաշունչն է։ միանշանակ։ Պետք է դուք չմոռանաք աղբյուրը։ Հա։ Դրա համար մենք միշտ ենք սովորացնում այդ հարցը, այո, իհարկե լինում է, որ իրանք մի քանի բար սովորում են, ասում են, ես էս սովորել եմ, այսպես է։ Այս սենց էր, այս սենց էր։ Ես դեպքեր են եղել, որ հովիներ ասել են, ավելի լավ ենք չսովորի, որովհետև կարող է այսպես լինի, եւ այսպես եղավ, որ ընդունում են լիարժեք, որովհետև ավակները շատ լավ հասկանում են, տանում է որտեղ ինչ, բայց միևնույնն է, երկար տարիներ արդեն մենք բոլոր ուսանողներին ասում ենք, հիշեք, որ սա աստվածաբանությունը եւ աստվածաբաններն են այո գրել, բայց դուք չմոռանաք, որ աղբյուրը այս ամեն ինչի աստվածաշունչն է։ Այո, ավելի աստված ճանաչության հետ։ Այո, աստված ճանաչողության գնացեք, այլ ոչ թե հիմնվեք միայն այդ գրության։ Բայց ես հիշեցի Մարինե ջան, մեր ուսանող տարիները, երբ որ հովներով սովորում էինք, դա հիանալի ժամանակ էր, ուղղակի հիանալի։ Ու քեզ էլ ես շատ շնորհակալ եմ ճիշտ երբ որ գործ ունես հովների հետ, մի հատ եպիսկոպոս էր ասում էր ամենադժվարը գործ ունենալ հովների հետ, որովհետև ասում է, եթե եկեղեցու անդամներ են, էլի կարաս ասես դե վերջը ես հով եմ, բայց հովները որ գործ ես ունենում, ասես ինչ։ Իրոք շատ շնորհակալ եմ քեզ Մարինե ջան, որ ընկերական մթնոլորտ, լավ ձևով էին այդ տարիները, միանշանակ բոլորն էլ լավ հիշողություն ունեն ու լավ տարիներ էին, լավ ժամանակ էր, երբ որ մենք քննարկում էինք այդ աստվածաբանության մեջ էինք, դա շատ լավ բան է, ու ես կողմ եմ աստվածաբանության, ասենք ես ավելի կողմ եմ մարդը տեղյակ լինի, հավասարակշռված լինի, գիտություն ունենա, քան թե տգետ լինի։ Այո, միանշանակ։ Այո, ասենք իհարկե պետքա խոնար մնա մարդ, պետքա ասենք հասկանա ում հետ երբ ինչ է խոսում եւ այլն եւ այլն։ Դե դա առանց աստվածաբանության էլ է այդ ձև։ Այսինքն մարդը միշտ պետք է իր հետ աշխատի, որ չխեղդվի այդ գիտության մեջ։ Այո, այո։ Որ գիտությունը չխանգարի, իսկ գիտությունը իհարկե շատ լավ է, շատ գրքերը։ Ես սովորել եմ մի դպրոցում, որտեղ պարտադրված է եղել գրքեր կարդալը։ Ամառային արձակուրդներին ցանկ էր տրվում, որ ամեն ինչը պետք է կարդաս։ Ես կարծում եմ դա վատ չի։ Դա մշակույթ է ձևավորում։ Զարգացնում է մարդուն։ Զարգացնում է մարդուն։ Դա մարդուն խոսելաձևն է փոխվում։ Այո, հետո օգնում է մարդը, որ հասկանա ինչն է կարևոր, ինչն է որ կարևոր չի։ Գեղեցիկը հասկանա եւ այլն, իհարկե, հաստատ։ Ես էլ եմ օրհնված օրեր ունեցել հովական անձնակազմի հետ եւ լավագույնը նա է։ Գործն էլ է դժվար, ասենք ես։ Դե քանի որ ես հարգում եմ ձեզ որպես հովիվներ, ես միգուցե համասարանի գլխավոր սկզբունքը նա է, որ կապ չունի ով է գալիս սովորելու, բոլորը ուսանող են, դառնում այդ պահին։ Հա, Եվ դա օգնում է, որ այդ հարաբերությունները ճիշտ գնան, բայց հենց որ վերջացնում են, ասում են հիմա արդեն դուք հով եք, ես կարող եմ ձեզ դիմել որպես հովիվ, բայց երբ որ սովորում են, միշտ ասում են հիմա ուսանող եք, այս մի քանի տարիները պետքա որ լինեք ուսանող, բայց հետո արդեն ես փոխում եմ, սկսում եմ արդեն դիմել իրենց ըստ ճիշտ ձևով կամ զրույցն արդեն փոխվում, բայց
Իհարկե համալսարանի համար էլ դա մեծ օրհնություն։ Մարնե ջան, վերջի հարցը ես կուզենամ տամ, որ իհարկե սա լայն թեմա է, չենք կարա մենք շատ երկար զրուցենք, ժողովրդի ընդունելությունը, նա տենց պահել կա։ Խոսքը գնում է եկեղեցում ժողովրդի ընդունելությունը։ Լավ, ավագ հովը տեսավ մի հատ քրոջ, դրեց ինչ-որ ծառայության, բայց ժողովուրդը ինչքանով է պատրաստ ընդունի, ասենք, մի քրոջ կամ եկեղեցում կին առաջնորդին ընդունի։ Ես կարծում դա էլ է մշակույթի հետ կապված։ Հիմա եթե Եվրոպայում լինի, չէ, այստեղ տենց խնդիրքի եթե Ամերիկայում լինի, նորմալ է։ Հա։ Եթե Հայաստանում լինի, կարծում եմ հիմա էլ է նորմալ նայում, նորից գնամ այն որ մեծամասն տեղերում երգչախմբի պատասխանատուները կանայք են եւ ժողովուրդը նորմալ է նայում։ Ասենք մանկականի դասատուն լինի կին։ Ուսուցման մեջ Մեր համալսարանում ունենք շատ հիանալի տիկին, որ դասավանդում է եւ բոլորը Ու շատ հաջող է դասավանդում։ Շատ հաջող եւ բոլորը սիրում են իրան, շատ սիրով սպասում են, երբ այ դասեր սկսելու, երբ այդ առարկան գալու, դա էլ ունենք։ Իհարկե նորից կասեմ, որ մեծամասնությունը տղամարդիկ են, բայց սիրով, երեք կին ունենք դասախոս, որ շատ ուրախությամբ սպասում են եւ գիտեք, այնքան արձագանքը իրենց ուրախ է շատերի։ Եկեղեցում էլ ես Իրանք իրենց ճիշտ տեղում են։ Այո, եւ շատ սիրուն են դասավանդում, եւ շատ ճիշտ են դասավանդում, բալանսիրովկա արած։ Միգուցե ավելի լավ, քան թե որոշ տղամարդիկ։ Այո, որ այդ առարկան օրինակ մենք նախկինում ունեցել ենք, հետո փոխել ենք, որ շատ հաջողված են դասավանդում, շատ։ Համալսարան եւ եկեղեցիներում, եթե դա էլ է մշակութային է, արդյոք իրանք կարծրատիպ են ունեցել, որ կանայք այ պետքա չխոսան, պետք է նայած ինչ ձևով են խոսում։ Դա էլ կա, հիմա եթե բարձրանում են եւ իրանք ակնհայտ իրենց տեսքով, իրանց դիրքով, իրանց ժեստիկուլյացիայով ցույց են տալի, որ ես առաջնորդ եմ, ոնց ասեմ, սենց է։ Իհարկե դա չի նայվում գեղեցիկ։ Հա։ Այդ դեպքում ժողովուրդը սկսում է այդ բայց եթե ինքը չի կորցնում իր կանացիությունը, իր հեզությունը եւ դրա հետ մեկտեղ ինքը մնում է ուժեղ եւ լիդեր, առաջնորդ ներողություն։ Այդ դեպքում ինչու ոչ։ Ես կարծում եմ շատ բոլորի արձագանքն նորմալ կլինի։ Հատկապես որ այտենց գերիշխող չի կանանց այդ առաջնորդ լինելու հասկացողությունը, եթե հնարավորություն է տրվում, կարծում եմ, եթե մեկի մոտ ստացվում է, նորմալ մարդիկ եւ ճիշտ քրիստոնյաները պետք է ուրախանան, փորձեն ոնց անել, որ ավելի օգնեն, ավելի բարձրացնեն, բայց եթե ինչ որ մեկի համար դա դառնում է ցույց տալու համար իր ուժը, որ այ ինձ տրվել է սենց, որովհետեւ ես ինչքան լավն եմ, ես կարևոր եմ, ես այդտեղ գալիս է ժամանակ եւ տանուլ է տրվում ամեն ինչ։ Եվ տուժում է ծառայությունը։ Կարող է ինքը կանգնի, բայց տուժում է ծառայությունը։ Մի անգամ մենք Ամերիկայում ամերիկյան մի հատ եկեղեցում էինք, Կիրակի օրը, Պաշտամունքի ժամին այդ եկեղեցում էինք։ Այդ եկեղեցում անենցա ձևը, որ հյուրերը ամֆիթատրոնում են նստում։ Ներքևն էլ, բայց հիմնականում հա։ Այսինքն դու վերևից երբ որ նստած ես, հասկանում ես, որ այդտեղ բոլորը հյուրեր են։ Այդ տեղի եկեղեցին չի։ Ու դե մենք չգիտեինք ով է քարոզողը։ Ու իրանց հովիվը ասեց, որ այսօր մեր խոսնակն է, եսի ինչ որ նահանգից, որ եկեղեցու հովիվ ու կին էր։ Երևի մի 30%-ը վերկացան ու դուրս եկան եկեղեցուց։ Չլսելով այդ կինը ընդհանրապես, այսինքն ես դա Ամերիկայում ենք, խոսքը չի գնում հենց Հայաստան։ Կոնսերվատիվ եկեղեցիներ կան են։ Հա, բայց դա ավելի բաց եկեղեցի էր, բայց հյուրերից ով որ եկեղեցուց էր ես չգիտեմ, բայց ասես դեմոնստրատիվ մի ինչ որ տեղ էլ, հա, մի 30% դու պատկերացրու, եթե մեծ ամֆիթատրոն ասենք նստած ենք մի 200 հոգի, մի 70 հոգի հաստատ, մի 60 հոգի մի անգամից, հենց այդ ասեց,
մի անգամից ելան ու գնացին։ Ռեադերով գնում են։ Մի պա ասում ես, բայց այն էլ է մարդ։ Նա էլ կարող է լավ խոսք ունի։ Մի քանի տարի առաջ հիմա ես մի հատ դեպք հիշեցի համալսարանի հետ կապված։ Կարծում եմ արդեն 2009 թվականներ, մոտավորապես ինչքան է գալի 14 տարի առաջ, նախորդ համալսարանում մենք դասախոս ունեցանք, որը Ամերիկայից էր եկել, այնտեղի համալսարանների լավագույն դոկտոր պրոֆեսորներ, մի առարկա էր դասավանդում, եւ ինքը Հայաստան եկավ եւ հովվական անձնակազմին դասավանդեց եւ այդպիսի մի դեպք ունեցանք, որ երբ որ տեսան որ կին է, որովհետեւ ինքը այդ ժամանակում այդ թվերին կարծում եմ ու հատկապես որ ինքը ամերիկացի էր, որը ավելի ուրիշ ձև է խոսում, ուրիշ ձև է շարժում, բայց ասում եմ պրոֆեսոր, դոցենտ, գիտնական կին էր ինքը այդ առարկայի մեջ, եւ երբ որ ինքը խոսում էր, եթե չեմ սխալվում, համաշխարհային գրականություններ դասավանդում եւ ինքը պետք է խոսար տարբեր մշակույթների գրականությունից, նկարիչներից եւ բժիշկներից նույնիսկ եւ մոտավորապես մենք էլ ունեցանք, որ 20 ավակներ դուրս եկան եւ ասացին մենք այս առարկային չենք մասնակցի, որ կինը ոնց կարա մեզ դաս տա։ Եվ ինքը շատ ծանր տարավ։ Որ մնային կտենային ոնց է դաս տա։ Միգուցե, բայց ծիծաղելին մի քիչ էլ տարօրինակը նա է, որ անցավ ժամանակ այդ 20-ից մի 5 հոգին այդ կնոջ գրականությունը դասավանդած ուզում էին, որովհետև լսել էին թե ինչքան հետաքրքիր ինքը դասավանդեց եւ կապ չուներ որ ինքը կին է։ Գիտակ մարդ էր այդ առարկայի մեջ եւ ինքը շատ սիրուն դասավանդեց, շատ սիրուն կապեց հոգեվոր գրականության հետ, շատ սիրուն էր միացնում գրողներին, որոնք ուղիղ կապ ունեին հոգեվոր կյանքի հետ։ Մարնե ջան, միգուցե քո հետ էլ ա եղել, միգուցե դու կհաստատես կամ կհերքես։ Այ եղել է որ քեզ չեն ընդունում որպես այդ ձև կին դեկան, կին առաջնորդ, չգիտեմ ոնց ասեմ։ Հնարավոր է, ճիշտն ասած, Այ ինչ ես արել դու։ Ոչ Չեն ընդունում քեզ։ Որոշ մարդիկ եկեղեցում կամ ուսանողներից քեզ տենց մի ձևի, այ ինչ ես անում։ Ոչ մի բան։ Ինչ խորհուրդ կտաս։ Այն քույրերին են կանանց, որ եկեղեցում տես բան են նկատում։ Դա չի կարող չլինել, որովհետև միշտ չի որ մարդիկ մեզ պետքա սիրեն։ Միշտ չի որ մեզ մարդիկ պետքա ընդունեն։ Եվ մենք պետքա։ Բայց դա օգնում է, գիտես, Մարինե։ Այո։ Ինձ էլ ոչ բոլորն են սիրում ու դա լավ է։ Այո, իհարկե լավ է, որովհետև երբ որ լինում են այդպիսի դեպքեր, դու պետքա չմոռանաս, սկսեմ նրանից, որ երբ որ դու մտնում ես ինչ-որ մի բանի մեջ, դու հիշես ում համար ես անում սա։ Այսի կարևոր բան ասեցիր։ Ինձ համար ընդհանրապես դեր է խաղացել ում համար եմ ես սա անում։ Այս գործողությունս դեպի ում է ուղված, ումով է, ումից է եւ ուր է գնում, ում մոտ է գնալու։ Այո։ Ես իհարկե ունեցել եմ հոգևոր հոր այդ աջակցությունը, բարձացումը, քաջալերումը, որովհետև ճանապարհը դժվար է, հեշտ չի։ Շատ դեպքերում նույնիսկ չեմ ուզեց, եթե պատկերացնեի, չէի մտնի։ Չէի մտնի, այո։ Անկեղծ չէի մտնի, բայց քանի որ Ինչ լավ է մենք չենք պատկերացնում, չգիտենք ամեն ինչ։ Ես մտածում եմ, որ պետք է միշտ հիշել ում համար ես անում։ Իսկ չսիրողներ, չհասկացողներ, չհավանողներ, խանգարողներ եւ այլ ինչ հնարավոր է, մեր կյանքում կան, կլինեն եւ եղել են։ Բայց մենք պետք է ուղղությունը գնանք, նպատակը ուր ենք գնում եւ չշեղվել դրանից։ Երբ որ սկսում ես, երբ որ անում ես մի բան, դու ում ես անում, հաճեցնեմ Արտուր եղբորը,
թե հաճեցնեմ Աստծուն, ում նշանակել է Արտուր եղբորը։ Այսինքն, եթե ես հիմա մի բան անում եմ Արտուր եղբոր համար, ես սկզբից անում եմ նրա համար, ում համար ես սկսել եմ ես։ Հա։ Ոչ թե սկսել եմ Արտուր եղբոր։ Այո, Արտուր եղբորը ճանապարհին հայտնվել է, ես ուրախ եմ օրհնությունը, բայց ես սկզբից անում եմ նրա համար։ Այո։ Իսկ նրա համար նախընտրելի է անել լավագույնը։ Հա։ Եվ ներդրվել, եւ զոհաբերվել, եւ չնայել ով է սիրում, ով է հասկանում։ Ես չեմ ասում, որ ուղակի ուղեղը տանջատ ես։ Այ ինչ անես տես մարդու հետ։ Ասենք ապացուցես, որ դու կայացած ես, ցույց տաս, որ ամեն ձև հասկացնես, դա պարտություն է Ես կարծում եմ, որ ոչ մեկին ոչ մի բան պետք չի ապացուցել։ Դա իմ կարծիքն է, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես չեմ պարտադրում ինչ որ մեկը մտածի այնպես, ինչպես ես եմ մտածում։ Միմիայն կարծիքներ ենք, մենք զրուցում ենք։ Ես մտածում եմ, որ դու պետք է ունենաս քո գիծը, դու չանջատես քեզ, որ սա ինձ չի վերաբերում, ամեն ինչ վերաբերվում է քեզ, ամեն ինչ էմոցիոնալ հարված է տալիս, ամեն ինչ թուլացնում է, ամեն ինչ կանգնացնում է, ամեն ինչ ուղղակի թույլ չի տալի, որ քայլդ շարունակես, միգուցե մի որոշ ժամանակ դու կանգնած ես մնում, բայց դու պետքա ոչ թե հետ գնաս, ավելի լավ է կանգնած մնաս, կետդ հիշես, մի հատ հավաքես քեզ, նպատակդ, դաս քաղես, չստիպես, որ քեզ սիրեն, չստիպես, որ քեզ հասկանան, ոչ մեկ քեզ ոչ մի բան չպիտի, ոչ մեկ քեզ չպիտի հասկանա, ոչ մեկ քեզ չպիտի սիրի, ոչ մեկ քեզ չպիտի, բայց դու պիտի։ Դու պիտի սիրես, դու պիտի հասկանաս։ Մարնե ջան, իսկ դու կարիք ունես, որ քեզ գովեն, քեզ շնորհակալություն հայտնեն, այդ կարիքը կա։ Անկեղծ ասած, չէ, բայց չէ, անկեղծ։ Չէ, մարդը կարասի, չէ, դե իմ համար ինչ կարևոր է, բայց չէ, ես կարծում եմ, որ դա օգնում է։ Ես չեմ ասում, որ ես կախված եմ դրանից։ Իհարկե, մենք շատ անգամ բաներ ենք անում, որ սկի չեն էլ հիշում։ Մեկ մտածում ես, ասում ես, լավ, մի հատ մերսի չկար։ Նորմալ է, էլի, որ մտածում ենք, ես չեմ կարող ասեմ, որ չէ, բայց դա պետք է բան չլինի։ Հիմա չասես, ինչ անենք։ Հա։ Բայց մարդու համար դա շատ դեպքերում թևեր է տալիս, որ դու ել ավելի անես։ Հա։ Ոչ թե դու սպասում ես, շատ ճիշտ է այստեղ այդ նրբությունը սպասում ունենալու, որ այ ես անեմ, որ ինձ ասեն մերսի, որ ինձ ասեն ինչքան լավն ես, չէ, այդտեղ այդ սխալմունք է։ Բայց դա դուրեկան է, դա աջակցություն է քեզ տալի, թևեր է տալի, որ դու ել ավելի անես, ել ավելի ինչ որ մեկի համար գնաս, բայց եւ դե իհարկե լինում են տարբեր դեպքեր, որ մտածում են դե բա ինչ պետք է աներ, օրինակ։ Դա էլ է լինում։ Քո պարտականությունն է, արա։ Ուղղակի մարդը պետք է երբևիցե սպասում չունենա։ Երբևիցե, որ իրանք ասեն շնորհակալություն, որ իրանք կգովեն, դա սխալմունք է, դու քեզ գցում ես մոլորության մեջ, որ դու սպասում ունես, որ ինչ որ մեկը քեզ կամ պիտի ինչ որ մի բան անի կամ քեզ ասի շնորհակալություն կամ քեզ գովի, ով ասեց, ոչ։ Եթե դու ուզում ես գովես, գովի, բայց մի սպասում ունեցի։ Այդ դեպքում ավելի հեշտ է ստանում այդ ընթացքները, երբ որ քեզ ոչ մեկ էլ չի ասում շնորհակալություն, որովհետև այնքան բան կա, որ դու անում ես, որ չեն էլ նկատում, ոչ ես ասում գնամ բոլորին ասեմ, որ ասեն շնորհակալություն, իհարկե ոչ։ Հա էլի պետք է հասկանաս ում համար ես անում։ Այո, եթե նրա գալիս են կտեղելի, հա։ Հաստատ էդի գալիս եմ այդտեղից, հաստատ էդի գնահատվում է, հաստատ դու քեզ լավ ես զգում, որովհետև նա է միակը ու չկա նրանից այն կողմ մեկը, որ քեզ միշտ տենում է, որ քեզ միշտ հասկանում է, որ միշտ ուրախանում է, որ միշտ իր դուռը բաց է։ Այո։ Նույնիսկ եթե թե սխալ ես, ինքը քեզ ցույց է տալի, ուրիշ մեկը չկա։ Այո։ Ուրիշ մեկը չկա, ու մենք պետքա
գնալուց, ինչ որ միտե, ինչ որ ծառայության մեջ շարժվելուց, մենք պետքա հասկանանք, ում համար ենք անում։ Այո, Ամբողջովին այդ համաձայն եմ։ ամեն ինչը լավ է եկեղեցու համար, բայց եթե մենք շեղվենք, թե դա ում համար է, այդտեղից կառաջանա հպարտությունները, այդտեղից կառաջանան լացերը, այդտեղից կառաջանան անհաջողությունները եւ շատ Կապրիզ տարբեր եւ բաները։ այլն։ Այո, որովհետեւ մենք շեղվում ենք եւ ասում ենք դե ես այսքան չէ, ինչ ով ասեց։ Ինչքան անենք Աստծո համար քիչ է։ Այո։ Համեմատած նրան, ինչ տվեց մեզ։ Այս լավ բառերով երևի ավարտենք մեր հաղորդումը։ Սիրելի հերոստատիտող, հուսով եմ օրհնվեցիր ու թող բոլորիս համար այդ ձև լինի։ Ես լրիվ համաձայն եմ Մարինե ջան, որ իրոք չմոռանանք ում համար ենք սփաղված, ում համար ենք անում ու նաև Աստծո խոսքն ասում է Հռոմեացիս 12:3-ում գրած է, որ տրվածից ավել պետք չի քո մասին մտածես։ Այո, իհարկե։ Ոչ թերագնահատես քեզ, ոչ էլ չափից շատ քեզ դնես եսի ինչի ում տեղ, հա։ Աստված օրհնի, որ մենք բոլորս մեր տեղում ճիշտ տեղում լինենք ու ոչ էլ պետք լինի, որ մենք ապացուցենք, որ մենք այդ տեղում պետքա լինենք, կռվով չի պաշտոնը եկեղեցում ու Սուրբ Հոգին է որոշում։ Տերը տա ամեն մեկս մեր ծառայություն անենք, իր կամքի մեջ լինենք ու ամբողջ փառքը տանք իրան։ Շնորհակալություն, ողջ փառքը այո։ Շատ շնորհակալ եմ Մարինե ջան, անկեղծ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Տեր օրհնի, եթե հարցեր ունեք, կարաք գրեք մեր էլեկտրոնային փոստին։ Ձեր բոլոր հարցերը, այդ հարցերի հիման վրա է այս բոլոր հաղորդումները, մենք այս թեմաները մենք այդ հարցերի հիման վրա ենք կազմում, պատրաստվում։ Միշտ մյուս հաղորդումը մեր Տեր օրհնի։